Արա բայց գիտես կայֆը որն է այս մեր ոդքասթների ընկեր, որ ասած լավ ենք սկսում ընկեր։ Արա դեմը վեշնի ինտրիգային ալում ջոգում ես։ Հիմա էլ օրինակ կաչաղակներն են։ Կաչաղակներն են։ Դա երկեն բրատս։ Թրթող կնունքներ։ Հիմա էլ խոսքի։ Արա լավ է։ Արա երկինքը նային գեր, սես բան չկա արա։ Ստե դա դզում ապը։ Ստե երկինքն է դզում ապը։ Մայրամուտը շատ լավ ալնում։ Ես իմ արև խոսքի ուրիշ տեղ սես մայրամուտ տեսած չեմ ապը։ Գերմանիայում եթե երկինքը բաց է, ինձ թվում է անգեր դու ուղղակի մայրամուտով կարաս եկա հագեն ասել։ Հա։ Դե բայց մեկ էլ պետք է ստեղ բարձր տեղ գտնես կարողանաս կռիչ մայրամուտ տենաս ապես սա հարթ է Կարլեսանը պետք է լինես հա վերատես մուլտիկներ արա այդիշ մուլտիկներ էին արել սովետական մուլտիկներ խի ախպերս Կարլսոնը ոնց է քելը գիտես ինչ անենք ընկեր քելը նստենք ընդ որ մայրամուտը տենանք ինչ ասիր մայրամուտը որն է կարմիր երկինք ախպեր Всё, ախպերս Աթորալին նստենք ախպերս Տեղը կարող է էսի տամ արի էսի տամ բտե Դավայ Ապա ինչ ես вообще բանանում մայրամուտը вообще ծխում Էդ էլ իրա հերթի բայց մայրամուտը ընկեր ինչ ասոցացնում քո մոտ ինչ զգացողություններ ես ունենում Արա դրամատիկա գեշ դրամատիկա ապա Դες մանկություն բան էթում ես Չէ քո մոտ տենց է Հա բեր իմ մոտ տենց է Բայց հետաքրքիրն էլ հենց այդ է որ ամեն մեկի մոտ այդ մոտիվներն ու այդ ասոցիացիաները այլ են Արա sense ոնց էր բանը լինի էլի ապա իմ մոտ ավելի շատ ինչ է լինի Ոնց որ ինչ որ մի բան է sense մեծ սպասում Զենը թողելու Ինչ որ մեծ սպասում ինչ որ մեծ բանի սպասում ես ունեմ դրամատիկ դրա համար եմ ասում էլի Tomates am չգիտեմ երազանքները իրականանալու կամ գմփալու է sense աչից sense բան պատերազմը Փիս էմոցիոնալ է դառնում sense կարելի ասել Կամ ինչ որ երազանքներ ես սկսում կառուցել կամ սկսում ես ողջևորվել կառուցած երազանքների համար Այդ ողջևորությունն իմ մեջ էլ կապեն որ ստամոքսով sense վառվում է էմոցիոնալ, հա, դա էներգիա է հելնում այդ այնց ինչ որ։ Թիթեռնիկներ։ Հա, ոնց որ անտանելի սիրահարված ես, այդ այնց ինչ որ զգացում է, բայց սիրահարված ավելի երևի կյանքին ու այդ պահին ոնց որ կյանքի նկատմամբ այն տիպի մեծ մոտիվացիա ու սեր է ստացում, որ ասում ես ընկեր, խի օբշի օրվա մեջ ես sense չեմ զգում։ Ես օրինակ այդպես բաներ եմ զգում մայրամուտին ընկեր։ Զեյր մայրամուտին մեռնեիր, եթե կարանայր ընտրեիր, ասենք, օրվա որ պահին ես մեռնում։ Ինձ թվում է, հա։ Ինձ թվում է, հա։ Մայրամուտը, օրը չգիտեմ խի է էմոցիոնալ այդքան խիտ ապեր մայրամուտը։ Օրինակ մարդկա ասում ես սիրում եմ արևածագը, բայց ես չեմ հասկացել։ Արևածագին հələ մարդը արթուն չի։ Ու երբ որ դու արթուն չես, քո մեջ էմոցիոնալ թոհուբոհեր չկան ու երբ որ էմոցիոնալ թոհուբոհեր չկան դու ոնց որ այդ չի լեղած վիճակում հələ չես մայրամուտին օրը ավարտվել է դու քո անելիքներն արդեն արել ես ու դու կարող ես քեզի հանգիստ տաս ու հանգիստ թողես ու սենց նայես ու զգաս ծոր զգալու ժամն է հասկանում ես իսկ արևածագը ընկեր արևածագը դե Դու գիտես, հա։ Դու գիտես, որ էսա գործդ նոր ասելու խոսքեր, էդի երիկա, որ արդեն ստերուկ ես։ Հա։ Արա, հա։ Դա ասենք տրիվիալ արտահայտություն է, բայց արևածագից հետո բան ալնում, չէ։ Երաշտական դադար էլի։ Երաշտական փոքրիկ դադար, մայրամուտային էլի։ Բալկոնում նստած էինք, խոսում էինք երկու հոգի եկան տենց մեջ մտան, լավագույն զրույց Շուխոր երեցան, շուխոր երեցան, այո Պետի բալկոն բեկալվի մի հատ որը որ չգան Կամ էլ կոնկրետ պետի բուկ հարես բալկոն Միտինգ ռումները որ բուկ են Արավես պրոցենքան պագելու եմ ապետի որ Արդոքս ախպեր
Արժի կոնկրետ մի հատ տես ղֆիլ առած ափե։ Կամ լոմը գցես ու տեր։ Հեծանիվի բաներից։ Բացի կեսը բացվի էլ չի բացում։ Դե զենա տալի բան։ Ով կա այդտեղ։ Չեմ լսում։ Ոսկե նստած դուրը բացա դեմդ կա։ Ձերը չեն գալու։ Այերա։ Ասում էի կմեռնես մայրամուտի տակ, ասում էի ինչ էիր ասում։ Մայրամուտի տակ կմեռնեց վերա։ Մայրամուտը լի մեռնենք։ Մայրամուտը լի ջանին էլ մեռնենք։ Մայրամուտը շատ բան է, շատ խոստումնալից է, ինձ թվում է դժվար է մայրամուտի տակ մեռնելը։ Ոնց որ չես ձգի, ոնց որ կպայքարի օրգանիզմը, ինձ թվում է այն ամենավերջի բջիջդ կպայքարի, որ դու հետեթաս կյանքի, որ կյանքը բաց չթողես, ու շարունակես ապրես։ Հիմա դա ձևի զգացումը, իսկ մոտիվացիա է, չապրած կյանքը, երազանքն է, ամեն ինչ քեզ ստիպելու է պահի։ Իսկ ասեք առավոտ ժամը 11-ին 1-ից 1 մեռնող ես։ Հա, ճիշտ ես ասում։ Ու գիտես, այս բան կա, ինձ թվում է, ես ամեն անգամ, որ մայրամուտ եմ տենում, ամեն անգամ ունես զգացողությունը, ոնց որ մահանամ։ Դե քանի որ չգիտենք ինչ բան մահանալը։ Դե ուզում ասեմ։ Ոնց զգում որ մահ։ Բայց այտենց ոնց ասեմ, ես այտենց եմ մահը պատկերացնում, որ մեջդ ոնց որ վառվի ու կյանքի նկատմամբ այնքան սերը զգաս այդ պահին։ Ու չասեմ ափսոսանք, ես օրինակ մայրամուտին տենալով ափսոսանք չեմ զգում, այլ կյանքի նկատմամբ մեծագույն սեր, ու ինձ թվում է ոնց որ վերջի անգամ այդ սերը ապրես ու այդ հասելի։ Այսինքն կյանքից գնալուց էլ այդպես զգացումով եմ գնալու, ինձ թվում է որ կյանքը սիրել եմ ես էլի, կամ կյանքը սիրում եմ էլի։ Բայց ինձ թվում է կյանքի նկատմամբ սերը ինքը, այսինքն ինչ որ էական չի, ամեն ինչի նկատմամբ սերն էլ ինքը չպետք է կախումնային լինի։ Անկամ եթե խոսքի կյանքն ենք սիրում, ինքը չպետք է այնքան էգոիստիկ սեր լինի կամ այնքան կախումնային լինի, որ ասես վայ որ դողաս այդ սիրո վրա, էլի։ Կյանքի վրա դողալ պետք չի։ Ու կյանքը ինչքան անվախ ես ապրում, այդքան դու ավելի ես սիրում, այդքան մաքուր ես իրան սիրում։ Ու այդքան դու կարող ես կյանքը ապրես։ Իսկ ինչքան մարդ օրինակ հիվանդագին սիրով է ինչ-որ մի բան սիրում, այդքան ինքը ափսոսում է դա զգա, ինքը այդքան ափսոսում է դա կիրառի, չէ՞։ Այդքան ինքը ոնց որ դողով է մոտենում։ Պետք է լինի մարդ, կին, տղամարդ, ազնային հարաբերություններ, թե ինչ։ Մարդը երբ որ ազատ է սիրում, ինքը չի վախենում այդ սիրո մեջ։ Ու ինքը լինում է հենց այնց, ոնց որ կա ու ինքը պոլնի օգտագործում է իր ներսի սերն ու զգացածը էլի։ Օրինակ դու էտապներ լույսեր ինչ լավն են անհետը։ Շատ, հա։ Այդ բաների լույսերն են էլ այդ ֆռիկների։ Հա։ Քամու էներգիա ստեղծող։ Հա, հա։ Բայց վրոդը սինխրոն պետք է չլներ, թե։ Բայց սինխրոն են, չէ։ Հա, սա միաժամանակ մանջա։ Հա։ Դա դե բաների համար է, էլի, չէ, սամալյոտների բաների, որ հանգարց չգան։ Քո մոտ էդի էվոլյուցիա ապրել է, այդ այսինքն սիրո ձևը փոխվել է քո մոտ։ Ի նկատի ունեմ, որ եղել է ինչ-որ ժամանակ, երբ որ դու սենց մոլեգին կերպով կսիրեիր, կախումնային բաներ կունենայիր էլի։ Հա։ Հետո նոր ինքը ոնց որ ավելի բթացել է ու հանգստացել է, եկել է բալանսի էլի։ Հա։ Դե ինձ թվում է ոնց որ պետք է որ սաղի մոտ այդ նույնը եղած է։ Ինձ էլ ատես թվում է։ Պատանեկական տարիքում բացած վիճակներ, որ հələ տրամաբանությունը լավ ձևավորված չի, բայց էմոցիաներդ կան։ Ու համարյա ամեն ինչ էմոցիոնալ դաշտի վրա գնում քո մոտ։ Հա։ Ու տենց
կախվում ես, ասենց ինչ-որ ամեն ինչ դրամատիկ է թվում, բան ասենց ասում ես առանց, չգիտեմ, այս մարդու կամ առանց այս երևույթի անհնար է, այս ամեն ինչը, կամ անիմաստ եւ այլն։ Այդ ինչքան մեծանում ես տրամաբանությունը սկսում աշխատել, դե փորձն է տենում ես, որ այն բաների առանց այն բաների, որ կարծում ես անհնար է, ահագին հնարավոր եղավ։ Ու հա դա իմ մոտ տենց է եղել, ինձ թվում է սաղի մոտ է տենց, որ տրամաբանությունը սկսում է հետ գալ կամ աշխատել, ու այդ ժամանակ էմոցիաները ավելի դառնում են բան էլի, կառավարված։ Ինչ-որ վանդակների մեջ ես գցում, ասենք էմոցիաների, տես չես թողում աչ ու ձախ ինչ-որ հելն սկսեն ավերածություններ գործել, էլի։ Ու գիտես, այդ տարիքներում, այդ պատանեկական տարիքներում ոնց որ մի քանի շերտեր իրար հետ բախում ունենա, էգոիզմը սկսում աճել, հետո սեռը հասունություն, ու դրան էլ ոնց որ գումարվում է անփորձությունը, ու ոնց որ դու չկարենաս ընդունես այն փաստը, որ կարաս ինչ-որ մեկից մերժվես։ Կամ խոսքի չեմ անում, կամ չես կարող ընդունես, որ ոնց կարան քեզ ինչ-որ այդ ժամանակվա քո հասկացած ձևով սիրեն, էլի, հասկանում ես, ու ոնց որ կոնկրետ ընկնես այդ ժամանակ փոսը, որովհետև դու ես քեզ գցել այդ կախման մեջ ու չես տեղավորվում այն մտքում, որ վայ, ոնց կարան խոսքի քեզ ուշադիր չլնեն կամ ոչ թե ուշադիր չլնեն, այլ տվյալ անձը խոսքի, ումից դու դա սպասում ես, էլի։ Ու հետո ոնց որ բաներ ապրես, sense հուսահատություններ ապրես, դրամաներ քո մեջ ապրես, ու էդի քեզի խոցի, ու հետո դու դրա միջոցով հասունանաս ու գաս հասնես նրան, որ դու զգաս, որ всё ախպեր, կախումնային բան չկա այս կյանքում, ու չկա մի երևույթ, ինչին արժի այտենց ֆանատիկորեն մոտենալ, չկա ոչ մարդ, ոչ կյանքը, ոչ այն ամեն ինչը որ դու սիրում ես։ Եվ ոնց ասես, ոնց որ մի մատիտը սիրես, բայց ափսոս ասես մատիտով գրես։ Ինչ չի լինում, էլի, եթե դու մի բան սիրում ես, պետք է օգտագործես դա։ Եթե դու կյանքը սիրում ես, ոնց որ պետք է դու կյանքը ապրես full, ոչ թե պետք է նստես դողաս դրա վրա, ասես, վայ, այսօր էլ գնաց, կյանքս գնում է ավարտին, էլի, այ ախպեր, ապրի։ Գնում ավարտին, ապրի։ Քշի այդ անտերը։ Հա։ Արա, հա։ Հասա։ Դե հա, ապրել պետք է, պարտադիր ապրել պետք է, ասենք։ Ու դե այսօր այս տղոն հետ էի ասում, ըստ մեկը կա տատին մահացել է այսօր տենց լավ չզգում իրան։ Ասում եմ, ընկեր, ոնց որ միակ բանը, որ կյանքում խոստացված է, դա մահն է, էլի, դա ասենք ինձնից շամ հորինում կլասիկ արտահայտությունը։ Ու միակ բանը, որ կա, դա ասենք հստակ գիտենք, չէ՞։ Հստակ գիտենք, որ մեռնելու ենք։ Չգիտենք, երբ ոնց խի։ Չես ուզում հավատաս դրան։ Հա, բայց էդ է, չես ուզում ասում, չէ, դիմադրեմ։ Հա, իրոք որ էլի, իրոք որ։ Ու բայց սրա արժեք, ասենք զգում ես ինչ-որ այն պահերին, երբ որ կյանքը լավ չի, կես ձևի լավ չի։ Բայց դες կարա նաև ասենք բան լինի էդի, արհեստական լավ չեն։ Օրինակի համար գնում մտնում ես սաունա, 95 աշճանանոց ֆիննական սաունա։ Այն ձևի շոկ հա, ընկեր որ շորտերդ վարվում ատամներդ, ասում ես հեսա բան։ Հեսա գլխիցդ մուխը հելնում ա։ Ու վախենում ես շնչես, ասում ես որ ատամներս թափում է, բայց շնչեմ թոքերս ինչ կլինի։ Ճիշտ ես ասում։ 20 տարվա ծխողի բան, թոք կդառնա տեղում։ Իմանեմ ես էլ եմ էդի զգում։ Ու sense դու համարյա մահվան experience ես ունենում, էլի։ Ճիշտ ես ասում։ Մի հատ պլյուս է հելնելուց հետո այդում գցվում ես ինչ-որ 15-14 աշճանանոց բանի մեջ, ջրի մեջ, ջրի չէ։ Ոբշե, գերո։ Կոնտրաստը մեռապ է։ Հա։ Ու այդ վաղ սկսում ես սիրել կյանքը, դրանից հետո հելնում ես, ասում ես ջանար, էս ինչ լավ է, անգեր, էս ինչ լավ է։ Ապեր ամեն ինչի մեջ կոնտրաստ պետք է լինի հով։ Ու կյանքը հենց այդ կոնտրաստությունների մեջ է, էլի, որ ինքը քեզ մեկ սառը, մեկ տաքը զգացողություններ է տալի,
Ասում այդ կարգին կայոր ասում ասում կյանքը աղբերս սև սպիտակ գծեր ասում ես սպիտակ դեր սև մամի կոմոդ սև գիծ այդ սև գիծը անցնելու է գնա սպիտակ գիծա գալ էտա լրիվ էտա աղբեր ու գիտես կյանքի ոնց որ ոչ թե գիտես նես չի հայտնագործություն են կարել բայց ես հասկացել եմ որ այդ սև գծի մեջ էլ պետք է սպիտակ գծեր փնտրես Ով սպեկտր այլի կա։ Որովհետև եթե դու ընդունիր, որ դա սև գիծ է, հա։ Դու ոնց որ ընդունիր, որ հա, ախպեր, ինքը ճախտը այցելել է, ու պետք է մնամ տակը ջոգում ես։ Այդ բայց համաձայն չեմ այդքան էլ։ Գիտես, դավայցի։ Պետք է լրիվ ընկալես սևը, պետք է լրիվ ընդունես։ Թողես մտնի մեջը, դու մտնես իր մեջ։ Լրիվ մոտ գիշերը պատիկ ես օպե։ Հա։ Սևի մեջ լրիվ խորանաս, որտեվ այդ վաղ տալնելու, որ գիտես ոնց որ եթե ինչ-որ մածս հույսով ես մտնում այդ սևի մեջ, ֆանարիկով ես մտնում այդ սևի մեջ, այդ ֆանարիկը քեզ չի օգնում այդ սևի մեջ, այդ մթության մեջ։ Բայց ոչ է թողումա, որ դու լրիվ experience անես այդ մութը։ Շատ լավ։ Ու երբ լրիվ experience ես անում այդ լրիվ մթությունը, ու ասենք մի բան գիտես մտ լույսա ճոտում, դու այդ ինգեր բռնում ես ու նենց արագ ես դուրս գալի տեից ու հելնելուց ասենք նենց արագությամբ ես հելնում, որ թռնում ես մտնես լեվելի, որ հա նախկինում ասենք այդ լեվելի չէր հելը։ Ու այստեղ միշտ տենց է ալնում, ասենք ինչ-որ մի հատ սև գիծ ալնում, այդ սև գիծից դու develop ես ելնում, ավելի է սպիտակացնում այդ քո գիծը։ Հա։ Ու կարա գնալով ասենք ավելի մքանա, կարա ավելի սևանա, ավելի կորշանա այդ գիծը հաջորդ գալուց։ Ոնց որ ավելի շատ սկսի տարանջատվել այդ ամեն ինչը։ Բերես իրականում համաձայն եմ քո մտքի հետ, որ մարդը պետք է մթություն ապրի, բայց մյուս կողմից էլ ես կարծում եմ, որ երբ որ ես ասում եմ մարդը մթության մեջ էլ սպիտակ գծեր պետք է գտնի, դա էլ է էվոլյուցիա։ Այսինքն երբ որ մարդը ի սկզբանե մութը տենում է, ինքը ինձ թվում է այդ մութը պետք է ապրի քո ասածի պես, բայց երբ որ մարդը այդ մթության մեջ արդեն ձևավորվում ու զարգանում է, այդ մթության մեջ էլ է ինքը գտնում արդեն ինքը իր ձևը, իր մոտեցումը, արդեն այդ մթության մեջ ինքը լուսավոր տեղերի լա տենում։ Ես էլ եմ դեմ նրան, որ մարդը առանց ոնց որ ես էլ եմ դեմ նրան, որ մարդը մութը տեսնի, ասի չէ, ես չեմ հավատում, որ էսի մութ է, ամեն դեպքում ես սպասում եմ, որ լույսը գա, չէ, մարդը պետք է այդ մութը ապրի, բայց երբ որ դու մութը ելնում է, չէ, սենց որ աչքդ, երբ որ դու մի անգամից լուսավոր կետից մտնում ես մութ տարածություն, ոչ մի բան չես տենում։ Ու երբ որ աչքից սպեկտրը արդեն սկսում է սովորի իրան, քնելուց առաջ որ լուսանջատում ես, այ ապրես։ Ինքը վարկյաններ անց արդեն սկսում է բաներ նկատել։ Որովհետև ինքը սովորում է արդեն մթին։ Իմ ասածն էլ հենց այդ է, որ մարդը պետք է այդ մթի մեջ ցավա ու ինչ որ պահել դաժե կորի, որ հետո կարողանա այդ մթության մեջ ինքը նաև կողնորոշվի, իսկ այդ կողնորոշումը գտնելը, դա նշանակում է, որ դու արդեն լուսավոր կետեր ես գտել մթության մեջ, էլի։ Ճոգում ես ինչի նկատի։ Ասիր եղբայր, ասիր։ Հա։ Իսկ թվում է ոնց որ իր շարունակություններ են ասում։ Հա։ Հակազդող բաներ։ Չէ, հակազդող բաներ իրականում չեն ասում, բայց որ այդ մթությունը միանշանակ պետքա ընդունել, պետքա այո, ուրիշ բառ կասեի, բայց դի հա լրիվ sense թողես դա մտնի մեջ, sense պատի լրիվ քեզան ավելի sense ամբողջովին մտնես դրա մեջ full։ Հա, բայց ավելի լավ հետ թռնես։ Բայց այդ մթությունը ինչքան որ թողես քո մեջ էլի մտնի, այդ մթության մեջ չպետք է կորցնես կորիզդ։ Կորցրա կորիզդ, խի պետք է չկորցնես։ Որովհետև ինքերդ խալխլվի։ Խի չէ։ Որովհետև երբ որ կորիզը ջարդվի։ Երբ որ կորիզը կորցնում ես, ստիս։ Ժամանակը որ դի հետ ելնես ու կորիզը սկսես վերակառուցել։ Ու դա կախված է լինում, թե դու դա երբ ես ապրում, եղբայր։ Եթե դու դա ապրում ես այն փուլում, որտեղ որ դու ուժ ունես վերակառուցվելու, իմունիտետ ունես վերակառուցվելու, հա, բայց ինձ թվում է դա շատ-շատ ինդիվիդուալ բան է ու շատ կախված է նրանից, թե
մարդու մոտ երբ է այդ մութ շրջանն այցելում։ Ու երբ որ մարդու մոտ այցելում է դա այդ որ ասում են, ինչ որ 30-40-ից հետո ճգնաժամ։ Այդ ժամանակ երբ որ այդ շրջանը այցելի ու էդի խարխլի իր կորիզը մարդը կցնդի մեկ ընդմիշտ։ Բայց երբ որ այդ մութը կարա այցելի, չգիտեմ, 18-ից 25 մինչև 30, այդ ժամանակ մարդը ինձ թվում է ունի այդ իմունիտետը վերակառուցվել, վերագտնելու իրան։ Համաձայն եմ այդ առումով ես կողմ։ Հա, բայց մի տեսակ մոտ գիտես ոնց է, չգիտեմ, օրինակ 30-40 տարեկանից հետո ոնց է ալնում։ Բայց իմ մոտ զգացում է, թե այդ, ասենք, թինեյջերների, պատանիների մոտ բան ավելի բարդ ալնում է դի։ Խոսքի, չգիտեմ, կամ երեխեն։ Որը չգիտեմ, ասենք ինչ-որ մուլտիկ է նայում, իր սիրած հերոսը մեռնում է։ Երեխեք կան ու դրա վրա ցնդում են, չէ՞, ասենց խոսքի օրերով կամ կարող է լացի, բան ասենց։ Չնայած երևի մեծերն էլ են անում այդ նույնը։ Բայց թվում է, թե ոնց որ ինքը տենց կյանքը ահագին կապել էր այդ հերոսի հետ այդ մուլտիկի ու առանց իրա ոնց որ կյանքը դառնա ինչ-որ անիմաստ այդ մարդու համար։ Այդ ձևի ինչ-որ զգացում ոնց որ լինի։ Համաձայն եմ։ Հա։ Զուտ իմ ասածը այն է, որ երբ որ մարդը հստակ արդեն ձևավորվածություն է ստանում, իր աշխարհը, իր ամբիցիաները, իր ցանկությունները, իր նպատակներն ու երազանքները, որը որ ինձ թվում է ձևավորվում է, երբ որ մարդը կոնկրետ դե ինչքան էլ որ տարիք ենք շեշտում, տարիքը ինքը իրանով հարաբերական թիվ է, բայց ինձ թվում է միջինով գալիս է, չէ՞, տենց 30-40-ի կողմերը, որ մարդը արդեն կարծր է լինում իր տեսակի մեջ։ Այդ իր տեսակի մեջ կարծր եղած ժամանակ, երբ որ մարդու հիմքը խարխլվի, մարդը կոնկրետ կցնդի, մարդը կընկնի կոնկրետ շատ խորը ճգնաժամի մեջ ու ինքը չի կարող իր հարցերի, չեմ ասում հստակ որ խոսքերի դոգմա է, բայց վստահ եմ, որ շատ ավելի դժվար կարա լինի, քան երբ որ մարդը ընկնի այդ ճգնաժամների մեջ, երբ որ ինքը դեռ կառուցված չի էլի։ Այսինքն երբ որ ինքը հələ հստակ պինդ հիմք չունի, այդ ժամանակ հիմքը կարա փոփոխությունների ենթարկվի, այո, բայց երբ որ ինքը հստակ հիմք ունի ու հետո ցավերն եկան հասան իր հիմքին ու սկսեցին այնտեղ բաներ տեղաշարժել, դա դառնում է կոնկրետ մեծ երկրաշարժ։ Ու մարդը կարա արդյոք այդ ընթացքում տակից ելնի, չեմ մանում։ Հա, ասենք նյուրոսայենսից ինձ հայտնի է, որ մինչև 25 միացած մոմենտ կա էլի ուղեղի նյուրոպլաստիսիթի, ոնց որ ուղեղի բան, նեյրոնային պլաստիկություն, հա։ Մինչև 25 դա շատ ավելի բարձր է մարդկանց մոտ, 25-ից հետո սկսում է գնալով իջնել։ Բայց երբեք 0 չի դառնում, հա, այսինքն ու այդ են մեծությունն է, որի շնորհիվ դու ունակ ես լինում փոփոխություններ անելու քո կյանքում, քո ուղեղի մեջ, հա, կյանքում չասեմ, ուղեղի մեջ, քո աշխարհայացքի եւ այլնի մեջ, կամ չգիտեմ, ինչ-որ նոր ֆունդամենտալ բաներ ես սովորում, ասենք լրիվ նոր լեզու ես սովորում, օրինակ, կամ աշխարհայացք ես փոխում։ Հիմա տես որ ասում ես 30-40-ից հետո, այդի չգիտեմ, որտեվ համ experience չեմ արել, համ է այս neuroscientific point of view, տենց ինչ-որ ինֆորմացիա չունեմ։ Հա։ Չէ, զուտ բայց ես իմով ինձ թվում է խարխլվելը լավ է, բայց էդի հա համաձայն եմ, որ անհատական է, մարդիկ կան, ասենք գժվում են դրանից էլի, իսկականից ասենք գժվում են էլի։ Այո։ Դառնում են գեշ, օրինակ, տենց չգիտեմ։ Խենթանում են, ասենք սովետի ժամանակ ինչ-որ սովետը փլուզվում է, լիքը փող ունի այդ մարդը, այդ փողերը գնում կորում է, գժվում է, դառնում է գեշ, լեգալ գեշ, ասենք այդ մարդը։ Կամ օրինակ չգիտեմ, եթե մարդը, օրինակ եմ, հա, ասում։ Եթե չգժվես, շատ գեշ է դի քեզի օգնելու է, շատ ուժեղ վերակառուցվելու ես։ Հա, բայց չես կարա չգժվես, որովհետև մոտդ հիմք է փոխվում։ Մոտդ կոնկրետ փիլիսոփայություն է փոխվում։ Եթե դու այսքան ժամանակ ապրել ես մի փիլիսոփայություն կրելով, ու մեկ էլ գալիս է մի պահ, քեզ ասում են, որ դա սաղ սուտ է, գոյություն ունի մի հատ սենց աշխարհ, ներսդ լրիվ
տակնու վրա է ալնում ու դու էլ տես չես ելնում, դու ասում ես, բա ես մինչև ես ով էի կամ սրանից հետո ով եմ, հասկանում ես, ու այդ ժամանակ արդեն գալիս է էգզիստենցիալ այդ ճգնաժամը, որը որ քեզ անընդհատ բերում է քո դեմ, ասում ես ախպեր, ինչի մասին եմ ես այս դեպքում։ Որովհետև մինչև այդ խոսքի քեզ ասված է եղել ախպեր, դու փող աշխատելու մասին ես, փող ունենալու մասին ես, հարուստ լինելու մասին ես, բա գիտես քիչ ալում որ մարդիկ իշքան հայտնիներ կան, որոնք որ парքի ձգտումով գնացել են հասել են парքի գագաթնակետերին ու հետո իրանց տվել են նարկոտիկներին։ Խի, որովհետև այդ մարդիկ ձգտել են այդ парքին կարծելով այդ парքի պիկը եթե ապրեցին, դա ամենապիկը երջանկությունն է, այնինչ իրանք գնացել են այդտեղ են դատարկություն գտել։ Ուտեղ իրանց աշխարհը կործանվել է, ուտեղ հասկացել են որ չէ ախպեր, այդտեղ չկար այդ երջանկությունը, ու իրանք տվել են իրանց նարկոտիկներին ու հետո վարի են գնացել։ Հիմա նույնն էլ մարդն է, չեն տվել, չէ։ Մարդիկան հասկացել են դա ու չեն տվել իրանց։ Եթե անկեղծ լինենք հիմա, նայ։ Ասենք բարեգործությանն են տվել իրանց կամ չգիտեմ, սկսել են մտ փոքր տուն առնել, մնացած փողը տենց առանձնապես ոչի բան, ինչ որ լոքշ կյանքով ասկսե ապրել։ Հանգիստ էլի լոքշ ասածը որն է, ասկեն ինչ որ նորմալ մարդու, բայց ով որ ունի ազատությունը։ Խոսքի գիտես ինչ, դու կարաս 20 հոգու հայտնի նշես, հայտնի նկատինում համաշխարհային, օրինակ Հոլիվուդից բանից։ Հա։ Ես էլ կարամ 20 հոգու նշեմ, խոսքի այդ մարդկանց մասին երկուսիս ունեցած տեղեկությունները հանենք դնենք սեղանին ու հասկանանք, որ դրանցից մեծամասնությունը ընկեր նարկոման։ Հա։ Հա, ընկեր, հա։ Նարկոման կամ որ չգիտեմ, պեդոֆիլ կամ չգիտեմ ինչ ընկեր։ Չեմ անում ինչ։ Խոսքի ես այդքան Էմինեմին միշտ լսել եմ, միշտ լսում եմ, ինքը իմ համար իմ սպորտի մոտիվատոր ընկերն է։ Բայց ընկեր ինքը 2007-8 թվերին այնքան նարկոտիկ արել, որ ինքը ասել ախպեր, ես ուզում եմ այդպես մեռնեմ։ Այսինքն եկել են հասել են մի հատ парքի գագաթնակետ պիկին ու մտել են ուրիշ աշխարհ, որովհետև այդ պիկը իրանց ոչ մի բան չի տվել, հասկանում ես։ Չէ, տարքիր է դա, բայց։ Ահա։ Բայց նայ կա նաև Snoop Dogg-ը օրինակի համար, ով որ Tupac-ից սկսած մինչև ով կա հիմա։ Snoop Dogg-ը նարկոման չէ։ Ջահելներից։ Նարկոման է, դες բայց նայ ինքը weed է, ասենք ծխում, չէ, նայ մոմենտը, նայ, քո ասածը sustainable չեն։ Օրինակ Eminem-ը հա ձգել է լավ ինչ-որ բայ, բայց չգիտեմ ով, ասենք Whitney Houston խոսքի։ Sustainable ինչ-որ վիճակներում չի եղել, տենց հա ձգտել է, ագահավարի ավելի դոզը ավելի ու մեռել է։ Հա։ Կամ Elvis Presley, Jackson, տենց բաներ։ Freddie Mercury կամ չէ։ Խոսքի, հա։ DJ Bobo։ Ասենք Snoop Dogg-ը, ինքն հիմա շատ թույն օրինակ է, որ ինքը միշտ իր խոտը ծխել է, բայց իրան որ նայում ես ջահել ժամանակվա վիդեոները, Tupac-ի ժամանակվանից, հա, ու հիմիկվանը նայում ես, նույն ձևի է այդ մարդը։ Ապա որովհետև այդ մարդը մեջ բան չի փոխվել։ Հա, բայց ինքը ունի ամեն ինչ, ճոգում ես, ասենք։ Հա, բայց աշխարհը հրճակ, խոսքի մի այլ տիպի, ասենք փողի խնդիրին չի թվում, թե ինքը ունի, բայց իր մեջ այդ ագահությունը չկա։ Ճիշտ ես ասում։ Ճոգում ես, ինքը chill է անում, ինքը իր վիճակի մեջ, սիրուն, ախպեր, ինքը top-ում իր համար լրված է, sustainable, դες հասկանում եմ։ Կայուն իր համար գույլա տանում է։ Բայց ինքն էլ 2 տարեկանից ու իդա ծխել ախպեր։ Այսինքն դա իրան պահել է միջև։ Ինքը այդ փոփոխությունը չի ապրել, որ խոսքի քանդվի գնա նարկոտիկին իրան 2 տարեկանից այդ ընդունել է։ Բայց իմանաս կարող է Whitney ընկել են։ Whitney ընկել են ընդունել։ Հա, բենզինը սրսկվել 4-ից։ Բենզին։ Բայց իրոք է։ Հիմա շշով բենզին չեն ծախում, չէ, Հայաստան։ Զուտ այդ փաստերից հետո, չէ։ Հա, որտեվ տանում ասենք էդի ես ինչ էին անում։ Սրսկում իրանց մեռնում էին։ Արա հա, ճահավոր է, չէ։ Ապեր Ինչքան տես պատմություն ես լսում։ Ինչքան տես պատմություն ես լսում, ինչքան տես մարդիկ, որոնք որ Արա տենում ես ախպեր խոսքի այդ մարդու ապրած կյանքը կամ այդ մարդուն ինչ որ ժամանակ ճանաչել ես բան ես արել, ես չասի, ես բենզին սրսկող կյանքում չեմ տեսել, էլի։ Հա։ Բայց այն որ մեկ էլ ջոգում ես մարդը խոսքի նիադեկվատացավ ախպեր։
մեկ էլ հոպ մի հատ ինչ-որ պերևոդ եղավ այդ մարդու մոտ, տրանսֆորմացիա։ Աշկերտ սկսում մարդ չկա անգեր, էլի ինքը իր մեջ չի ջոգում, ես։ Աստված հոգին առե։ Հա։ Խելար, այն օրը խորանում էի, թե խելար բառը ինչ է նշանակում։ Խել։ Արդ խել, քելի խոսքի խելը ասենք, խելն է, չէ՞ դե արմատը։ Հա։ Խելքը յանի խելքեր, էլի, մի քանի հատ խել։ Հա։ Խելարը յանի խելը առնված, էլի, առնվել է խելը։ Այս կդրեք։ Լավ էլի, արա։ Չեմ էլ կդրելու։ Այ արա։ Ասի կդրի ասում է։ Խելը առնվել է, ռատը շոգում ես։ Սարկիզա։ Please. Please cut. Ապեր։ Ինչի՞ց ուր եկանք հասանք։ Բա, այդտենց բան է կյանք։ Բայց հենց սկզբից գիտես ինչի մասին, որ հայրամուտ էինք նայում ու հերվին էինք նայում։ Ես սիրում ես հերվին նայել։ Հա։ Խի ընկեր։ Բա մոտիկ նայես ինչ է։ Չէ, բայց հալավ մի նկարագրություն է։ Հերվին նայել ու նկարագրություն։ Արա միշտ հետաքրքիր է էլի ինգերից թվում որ մոտիկ նայես։ Ես չգիտեմ։ Ինչ պետք է տենաս։ Չէ, մոտիկ էլ է պետք նայել։ Դες բայց ասենք տենց ինձ թվում է մարդկանց մեծ մասը սիրում է հեռու նայել աստղերի, լուսնի, հորիզոնին, ինչ որ սարի գագաթին։ Ապեր, բայց առօրյա կյանքը այնքան մոտիկի վրա է դրած։ Այո, որ դու կարիք ունես հեռվի։ Առօրյա կյանքը ասում է բան, այդ ոտի տակի ասֆալտը փոսերը լիճ։ Excel-ի մեջի չգիտեմ։ Հա։ Ստելիկը փոս կա լիճ։ Ու էդ էլ է շատ ճիշտ, ու էդ էլ է շատ առանց դրա չի կարող ալնի, եղբայր, չի կարող առանց դրա։ Դու գմես որ ոտի տակ լիքը խնդիրներ կա անգերից, դու ոտի տակի խնդիրներ թողես, երազում ես եսին ուր։ Ինձ թվում է երազկոտ մոմենտ է դա։ Հա, բայց երազելը ինչով է վատ։ Ով ասես վատ չի, չէ, վատ չի, բայց ուր է տանելու քեզ այդ։ Մեծ ոնց որ այդ երազելը քեզ մոտիվացնում է։ Քանակայինորեն երևի շատ տեղ չի տանելու։ Ինձ օրինակ հանգստացնում է երազելը։ Ավելի ճիշտ երազես, ասես ճա։ Արա երազելը ո՞րն է։ Այդ օրինակ երբ որ ես երկնքին եմ նայում գիշերը խոսքի աստղերով տենում ես։ Հա, իրար կողքի։ Դա ինչ մոշկի ձորնա։ Լավ էլի։ Այն տեղափոխվավ։ Այդ սիրուն շարվել են իրար կողքի։ Ես կարելի է նկարել կամերայի երկար։ Այ, բանը։ Բանով time lapse։ Որ վերև ենք նայում ընկեր։ Որ նայ աստղերին ենք, չէ՞ տենում։ Այդտեղ ոչ թե համ երազել է գալիս։ Չէ, ինձ թվում է ես ավելի շատ երազում եմ, երբ որ մայրամուտ ալնում, բայց երբ որ ես աստղերին եմ նայում, իմ մոտ ասոցիացիա է, որ ես ահա որ փոքր եմ, ու ես մեր մոլորակն ահա որ փոքր։ Ու այս ամեն ինչը, ինչը որ այստեղ կատարվում է, այս դարդերը, այս շինծու թեմաները, այս ամեն ինչը սարքածին է։ Ինքը գոյություն չունի։ Ինքը ստեղծածին, սարքածին է ինքը։ Որովհետև երբ որ ասում ես տես հələ եղբայր խոսքի, այս տիեզերքում այնքան աստղ ու այնքան մոլորակ ու գալակտիկա կա, ինչքան որ այս աշխարհի վրա մարդ ու դրան գումարած ինչքան պրոբլեմ կա։ Բայց երբ որ դու վերև ես նայում, բազմապատկած, հա, դու վերև ես նայում, ասում ես ախպեր, ինչ պրոբլեմի մասին է խոսքը, դու տես որ տիեզերքը անverջ ու անհասանելի է, ու այդ տիեզերքի մեջ ես ով եմ, եթե ես ով եմ, բայց պրոբլեմը вообще ով է, ջոկում ես։ Հա։ Ուտեղ գալիս ես կոնկրետ քո բալանսին, այդտեղ գալիս ես քո զրոյական կետին, որ խաղաղվում ես, դու քո մոտ ես գալիս այդ ժամանակ։ Ես որ երկնքին նայում եմ, ես գալիս եմ իմ մոտ ախպեր։ Ես հասկանում եմ, որ այս ստեղծածին ամեն ինչը ուղղակի է։ Հա, ես չեմ կարա այսօր խոսքի, չգիտեմ, իմ հացը չաշխատեմ, ես չեմ կարա այսօր վիզ չդնեմ, սենց ասած կոպիտ ասած այդ մի կտոր հացի համար, ես չեմ կարա իմ ծնողներին, իմ հարազատներին այս կողմեն կողմ, այսինքն ես այդ հոգսը չկրեմ կամ օգնություն կամ իրանք ինձ եւ այլն, չեմ կարա դրանից մարդ եմ։ Բայց մյուս կողմից էլ ինձ նաև տրվել այդ հնարավորությունը, որ ես կարենամ վերև նայեմ ու հասկանամ ու գիտակցեմ, որ այն ամեն ինչը, ինչը որ ստեղ կա,
Էդի ինձնից մեծ չպետք է լինի։ Այդ խնդիրները, այդ ամեն ինչը ինձնից մեծ չպետք է լինի։ Դու ինչ ես տենում վերև նայելով ախպեր։ Սաղասիր էլի ինչ ասեմ։ Հա, թե լրիվ համաձայն եմ։ Այս մեծ աստղը որն է, հով։ Որ լավ է։ Չիմանամ, չգիտեմ բրո։ Խոսքի տենում ես այն աստղերի բույլը, քո աշկը տենում այնտեղ։ Աստղագիտությունը իմ համար բան էր։ Մի թեթև բույլ կա այնտեղ տենում ես, որ մի քանի sense այսօր մի քանի աստղիկներ իրար հետ էլի։ Ինչ-որ գունդ։ Գունդ, հա։ Հա, ինչ-որ բայց պիտի sense գլուխը տանես բերես, որ նոր տենաս, որ երկար ես նայում կորում ինչ-որ։ Ճիշտ ես ասում։ Աշկի դիտողականությունը չի ձգում։ Հա։ Բայց դա ինչ արագ է տեղափոխվում, ասենք ես 3-ով եմ ես նայում, այդ 3 հատ մի գծով որ շարված է։ Հիմա գլուխը ավելի է պատտվել, չէ՞։ Գլուխի տաղանքյունը խոսքի։ Թեքը մեծ գլուխը դերացած է։ Ապա հա փոքրությունը դες զգում էլ ինգեր։ Հա։ Ստե շատ պետք է ոդքասթ կներես։ Ես ուղղակի sense հա նայում ենք ծրվում է մտքներս։ Իմ միտքը օրինակ շատ գեշ ծրված է հիմա։ Հա։ Այս ընթացքում, որտեվ նայում ես համ լույսերին ես նայում, շենքերին ես նայում, ինչ-որ բաներ ես պատկերացնում, մարդուկներ եւ այլն կամ նայում ես տեզերքին, տեզերական օբյեկտներ, երկնքին, տեզերքին։ Սուտչի ասել նայում ես տեզերքին։ Հա, ու փոշիությունը դες զգում էլ ինգել զգում ես որ փոշի անիմաստ թեմաները ոնց որ կարևոր է քեզ բայի վրատես։ Բայց չէ, դե ասենք նայ հիմա երկու մատ բան, փաստ դնենք իրար կող, որ ակնհայտ է գիտենք։ Մեկը որ փոշի ենք դեզերքում, հա, ու կորած փոշի ենք, միջելոց, եթե կորած չլինենք, ինչ որ ուրիշ փոշիներ մեզ գտած կլինենք ամենք իրանց։ Արա, դա էլ է ճիշտ։ Մենակ փոշի ենք։ Ոնց անմարդա բնակ կղզում, մենակ գորրաս ասես ով կա խոսքի։ Ով կա ստե։ Ապեր բայց չես կարծում որ ընդեից իրանք մեզ ավելի լավ կարանտենան, քան մենք ստից իրանք։ Խոսքի իրանք աշկի ոսպնյակը կարող ավելի լավ է։ Ֆրիկներ ունեցած գցում է ոսպնյակով։ Հա, այն հովուն ու սակում ինչ են խոսում ապեր։ Դե կասում արա։ Կներես ընդհատեցի ախպերս։ Չէ, ոչ չգիտես։ Մեկը մոռացա արդեն ուշ մոռացել եմ ապա ինչի ասում։ Ասում են շատ փոշի ենք մենք, շատ։ Հա, այն երկու փաստերը, որ փոշի ենք, առաջինը, այսինքն լիքը բան իմաստ չունի, ու լիքը բան լուրջ չի, հա, այն փաստը, որ դու տենում ես, որ դու փոշի ես, ու ասենք եդրաֆոնին նայում ես այս բարձրարկ շենքը խոսքի, պատկերացնում ես դրա մեջ, ասենք վաղը ժամը 11-ին քանի հոգի ա նստած կոմպի դեմը սարուշկով երազելով, որ մի ժամ հետո լինելու է իր կերի ժամը, հա, ճիշտ է ասում, արա շատ օրեսից ճիշտ բան ասիրում, կերի ժամ, արա։ Մալ էլի ապա։ Կերի, ապերը ինչ լավ մեկնաբանություն, լուրջը, կերի ժամը ընկեր։ Ու ջոգումս որ էդի անիմաստ է ընկեր, այդ փոշիության վրա ջոգումս այդ խնդիրը ինչ անիմաստ է։ Բայց ըստ է պետք է զգուշ լինել, չտրվել հիփիությանը, հա, ասենք ասելով, եթե ամեն ինչ անիմաստ է, դե բենա կլորվեմ, կայնեմ բան կռիշին 5 րոպե հետո է գցվեմ կռիշից։ Ճիշտ ես ասում, ապա։ Ու երկրորդ փաստը, կայնել եմ գցվեմ։ Հələ փաստը գցվում տենամ ինչա։ Միկրոֆոնը դինա։ Միկրոֆոնը։ Ես գոկորը գոնե ոդքասթ կանենք։ Գնում ես ապեր։ Դե որ լվանք միկրոֆոնը բանը։ Կարող փչանա։ Ու երկրորդ փաստը, որ ինչա խոստացված է կյանքում, խոստացված է մահը։ Հա։ Մենք փոշի ենք ահագին բան իմաստ չունի այդ մեծ սկեյլում նայելուց, հա, մեծ մասշտաբով նայելուց։ Ու գիտենք որ մեռնելու ենք վերջում։ Հա։ Ինչ եզրակացության են գալիս սրանից Սարգիս։ Եզրակացությունը որն է, դու օրինակ ինքդ բան ես, հանգիստ ես ու ընդունած ես այն միտքը, որ մենք մահանալու ենք։ Էդի ոնց որ ասելը մի բան է, բայց ներսում ընդունելը հա։ Օրինակ ես զգում եմ, որ իմ մոտ պահարպա, սենցա պահարպա անենցա։ Շատ պահերի, երբ որ օրինակ ես ինքս իմ հետ աշխատանք եմ տանում բան, ես փորձում եմ ընդունել մահը լրիվ, ու երբ որ ես մահը ընդունում եմ, զգում եմ, որ մի անսահման անհատակ ու անտարածություն, անվախություն է ներսս գալիս,
Ոչ թե հիմար անվախություն են, որ հելն ես ասես բան ասես, չէ, անվախություն կյանքը ապրելու նկատմամբ, որ զգալու եմ, որ ապրելու եմ, որ ֆոկուսս դրա վրա է, որ կրիտերիաս ինչ հասնում է, էդի առանց ամաչելու գնալու վեկալը։ Անվախությունը է դա, հակուր անվախությունը է։ Ճիշտ ես ասում, չէ, բարի անվախ, ճիշտ անվախությունը, բարի։ Ու պլյուս դրան նաև, որ չդողաս, որ մի օր մահանալու ես, չմտածես դրա մասին ու այդ մտքերը քեզ տանեն ուրիշ կողմ, այլ դու ուղղակի լինես այն պահի մեջ, որ դու ապրում ես, ու եթե դու հիմա ապրում ես, ապրի ախպեր։ Չէ, թող ապրենք ընկեր։ Թող ապրենք ընկեր։ Վաղը եթե մահը կայցելի, թող այցելի գրկաբաց ընկեր։ Հա։ Էլի թող այցելի։ Հաստատ։ Հա։ Եմ որ ես միտքը ասում եմ մի 5 վայրկյան պաուզա ես տանի որ։ Հա։ Ընդունեցի ասապոց։ Լստավը հա որ։ Վաղը մի արելի ապե։ Վաղը տղեկը մի ավկվելու ենք արդեն ասել ենք, չէ։ Բիսա առածա։ Պարշը բռնած։ Ոնց կլի վաղն էլ այցելի։ Այս ոդքասթը ոչ հրապարակ Միխոսկի։ Եկեք խնդամ ապե վաղը Էրնեստ եկա ուզախ կլի։ Լավ էլի։ Հա։ Բայց ախպերս հա մահվան վախը ամենա աշխարհիկ վախն է, մահվան վախը ամենա գետնին կպած վախն է, մահվան վախը ամենամեծ վախն է, ամենատագնապային վախն է։ Ու ամենառացիոնալ վախն։ Ամենառացիոնալ վախն է ու ամենաազդեցիկ վախն է։ Ու երբ որ մարդը կարողանում է դաժե պահար այդ վախը իր մեջ կորցնի, այդ պահերին մարդը ամենաֆուլն է կարող ապրի։ Ու հենց այդ պահերին ինքը զգում է, թե ինքը կյանքը ինչքան է սիրում։ Արա սերը ընկեր։ Անվախությունն է հով զգացել ես ապեր։ Սերը անվախությունն է, ազատության անունը սեր էլի, հա։ Այո։ Ինչքան դու ազատ ես, ինչքան դու անվախ ես, այդքան դու կարող ես ասես մարդկանց, մարդիկ ես ձեզ սիրում եմ։ Այդքան դու չես նամազ չես անում մեջդ, վայ ես պահին ես ասեմ, եղբայրը զգում ես, ասա, վсё։ Լավն ես զգում, ասա։ Վատը զգալուց քեզ հարց տուր, ասա, երբ որ վատը զգում եմ, այդ վատը իրականում գոյություն ունի, թե այդ իմ ներսի վատն է այդ պահին, դրա համար էլ մտածում ես, եթե ասես, թե չասես։ Բայց լավը զգալուց, դա նշանակում է դու Աստծո հետ այդ պահին կապ ունես, որովհետև երբ որ մարդը գալիս է լավին, ինքը մաքուր է այդ պահին։ Երբ որ այդ լավը իր մեջ անաղարտ է լինում, ու այդ անաղարտ լավը դու կարող ասես ինձ շախտա, ասես վերցրեք խոսքի էլի։ Ուրիշ բառ է ուզում ասել։ Զգացի, հա։ Արիշ լավ բան է կյանքը, բայց հա։ Օրինակ քո մոտ էլ է տենց խոսքի ես նկատել եմ որ դու դե ինչ գիտես ապա բրատս ինչ գիտես լավ ապա ես էդի տեսել եմ ընկեր քո մոտ էլ օրինակ բան է որ դու քեզ լավ ես չես զգում դու շատ բան ես ապեր անաչառ ու դու շատ արջով ես ախպեր դու կտաս դու կբաժանես ընկեր այդ լավությունը էլի ու դա ինգեր ահա որ մեծ ասրտություն է իմ համար ախպեր նմանատիպ մարդիկ տենալու աշխարհում որովհետև այդ մարդիկ ուրեմն հաղթել են վախին ընկեր իրանք հաղթել են վախին որ ասում ախպեր լավը կա բադի կիսվի վсё ուզում եք լավը ստանաք վերցրեք բայց խնդրում եմ լավս մի վերցրեք տեղը վատը դրեք էլի ախպոր պես է այդ լավը ես մինչև մաքրել եմ իմ մեջ այդ լավին հասնելու համար արա դա այնքան աշխատանք այնքան էներգիա ու այնքան ինձնից է տարել որ դուք չեք էլ իմանում, բայց եթե լավը տալիս եմ, խնդրեմ, բայց խնդրում եմ դրա փոխարեն կամ բան մի տվեք, կամ էլ դրա տեղը սևը մի դրեք, էլի աղբոր պես է։ Ոնց որ սա կյանքիդ ընթացքում էքսպերիմենտներ ես արել քարերով, փեդերով, թե ոնց կրակ ստանաս։ Հա։ Հիմա պրոֆեսիոնալ ես, դառը ու կարող ես այդ կրակը արագ ստանաս։ Հա։ Կրակ ես սարքում։ Բաժանում։ Տալիս եմ վեկալ այդ կրակը։ Բայց մի
թքի վրան հանգցրել մարդիկ կան այդ սիրում ապը մարդիկ կան տես կեղտոտ ինչ-որ ձեռներով անընդհատ կապ չունի կարա ուրախանա տենց 5 վայրկյան հետո մատելի տենց սիրումը տխուր է էլի ապը սիրումը տխուր է բայց ես տես հավատում եմ ոչ թե դա բնույթի հարց է ես հավատում եմ որ դա զարգացվածության հարց է ինչքան դու քեզ շատ ես գտնում ինչքան շատ ես զարգանում հա զարգանալ ասծը նկատի ունեմ քեզ ճանաչելու այդ սիրուն այդ process-ը երկարատև ինչքան այդ process-ի մեջ ավելի հերո փուլերում ես այնքան դա կորում է մոտդ այդ տխրություն sense ինչ-որ անիմաստ է էլի որովհետև անիմաստ է անգեր տխրություն ինչ-որ Արախ ստրեսն է ինչ-որ անիմաստ ճոգում ես ստրեսը մտույն բան սահմանում ուներ բանը Ջեֆ Բեզոսը խոսքի ասում է եթե ստրեսի մեջ ես այդ նշանակում է որ դու գիտես որ ինչ-որ մի բան պետք է անես բայց չես անում դա դրա համար դու ստրեսի մեջ ես ու ցանկացած ժամանակ երբ որ ես ստրեսի մեջ գտնում եմ ճոգում եմ որ հա անգեր հենց դա որ կա ես գիտեմ որ մի բան կա որ ես պետք է անեմ ես դա չեմ անում ես վախենում եմ դա անեմ որտեվ result-ներից վախենում եմ ու վախենում եմ երկու դեպքում, եթե fail լինի ու եթե դրական գնա։ Ճոգում ես, այդ էլ շատ հետաքրքիր մոմենտ է։ Օրինակ էքսպերիմենտ ես անում, հա, այդ գալի մտքից էքսպերիմենտ ես անում, սպասում ես ինչ-որ result-ի։ Վախենում ես դրական result լինի, ասում ես, բա որ դրական լինի, արա։ Էլի բանա փոխվելու ճոգում ես։ Ես ոնց պետք է էսի լավ ներկայացնեմ, բա որ դրական լինի, ես ինչ-որ մի դետալ բաց թողեմ, լրիվ չներկայացնեմ այս result-ը կամ չկանամ ճիշտ ներկայացնեմ։ Իսկ եթե բացական լինի, կլինի որ մի քանի ամիս ես ծախսեցի այս էքսպերիմենտները անելու վրա, հիմա ոչ մի բան դուրս չեկավ։ Հա, լրիվ քո հետ համաձայն եմ։ Շատ լրիվ համաձայն եմ։ Այդ դրականն էլ էլի որ քո ասացի համաձայն երբ որ արդյունքը դրական է լինում, հետո ոնց որ էլի կյանքում այդ բանա փոխվում, հասկանում ես, ու երբ որ բանա փոխվում, պետք է դու դրան պատրաստ լինես, որովհետև վիճակա փոխվել, էվոլյուցիա ես ապրել։ Այո, համաձայն։ Չգիտեմ, համաձայն։ Սիրուն բաներից խոսելով, ինչ խորհուրդ կտաս լսողներին, արի այսօր մի հատ խորհուրդ տանք։ Քելը, ճիշտ խորացել ենք բան ես ասում։ Ես իմ տեզերքի խորքերը ու ոտերների ստակերը ճիշտ ես ասում։ Մոտիկ ու հեռու։ Խորհուրդ մեր լսողներին մոտիկ ու հեռու սարգիսը։ Մոտիկ ու հեռու։ Այդտեղ բարի գիշեր։ Չսպասեք այդ ֆորմատը չի դառնալու։ Չսպասեք։ Մենք գիտենք գենաց թող չլինի, բայց մեր լսողներին խորհուրդ կտամ, որ հաճախակի երկնքին նայեն գիշերով։ Ու իրանք հարց տան ասեն ես ըստ ինչ եմ անում արդյոք այն ամեն ինչը որ ես անում եմ իմաստա կրում ինչումն է այդ իմաստը ու մի քիչ խորհուրդ կտամ որ մարդը ինքը իրան փոքր զգա վերև նայելուց էլի լավ ես ասում վերև նայելուց իրան մի քիչ փոշի զգա ու հասկանա որ այդ սաղ խնդիրները ու այն դարդերը ինչը որ մարդը ստեղ կրում այդ իշինց ու յա ու չթողի որ իրան էտի կուլ տա ինքը ուղղակի ապրի բայց լավ ապրի բարի ապրի որովհետև եթե լավը տվեցիր չգիտեմ էտի միշտ տենցա չի ասում լավը տուր լավը կստանաս բան բայց էտի մեր գնահատանքի բանը չի լավը տուր որ լավը ստանաս էտի լավը տալիս ես կարող է քո գիտակցմամբ դու վատն ես ստանում բայց իտոգում տիեզերքի մասշտաբով դու լավն ես ստանում Դրա համար էդ էլ է հարաբերական, միշտ լավն արեք, այդքան։ Լավություն արեք, գցեք ջուրը, ռատը։ Ապրեցոր, տենց ես հասկանում։ Ես խորհուրդ կտամ մենակ մնալ, շատ մենակ մնալ։ Այ ախպեր ջան։ Տիեզերքի հետ մտության մեջ ու մածնես ոտերի տակ նայելով, հորիզոնին նայելով, աստղերին նայելով, ամեն ինչին։ Ու փորձել այդ ամեն ինչի մեջ դատարկվել, հա։ Հա։ Այս ամեն ինչի միտքը այնա, որ երբ որ այդ state-ում ես ու դատարկված ես, պետք է կպնես քո բնույթին, պետք է կպնես, չգիտեմ, եթե կրոնական ես համարի Աստծո հետ, եթե աթեիստ ես համարի բնության հետ,
Կապնես վերին կասում է այ հա կապի այդ վերին ուժիդ հետ ու փորձի իր շնորհիվ որը որ այդ վերին ուժը քո ներսում է իրականում հա վերին ուժ ենք ասում բայց ներսում է քո կապի այդ ներսի հետ ուժիդ հետ ու փորձի գտնես քո բնույթը գտնել թե դու ինչ ես անկեղծորեն սիրում ու ինչ անկեղծորեն չես սիրում որտեվ շատ դժվար է այդ իմանալը քանզի աղմուկը շատ է արեգագեն աղմուկը շատ է այդ աղմուկի տակ բարթալնում գտնել քո բնույթը գտի քո բնույթը մենակ լինելով հեռախոսը դիմի կողմ ամեն ինչ դիմի կողմ գտի քեզ լավ ես ասում ախպերս շատ ապրես ու քելը գիտես ինչ որոշենք սրանից հետո ամեն էպիզոդի վերջում ոնց որ մեր կողմից չասեմ ասես մեծ ահանջում չէ խորհուրդ բան բայց մեր կողմից մեր գիտակցությանը ինչքան որ հասու է ինչ որ մի բան ասել մեր կյանքի փորձից դա որպես ասես փոքր ասես տողեր ոնց որ Չստակեցնենք, չիտենք տանք, էլի, հա։ Շատ լավ ես ասում, հա, չէ, բայց չէ։ Բայց ամեն դեպքում չէ։ Սր ձախվոտի վրա ենք, էլի, սր չէ։ Բայց չէ։ Դե վсё, այս էպիզոդն այսքանով սիրով ավարտենք, ապրեք, որ լսեցիք մեզ։ Հուսանք բավականություն ստացաք, որովհետև մենք բալկոնում նստել ու լավ եղանակ, տաք, այն որ չի խանգարում ցուրտը։ Հանգիստ նստել ենք, մայրամուտեր, հետո աստղեր եկան, բան։ Հուսամ ես իրավիճակներ ինչ որ կերպ կարողացանք փոխանցենք այս զրույցից, երևի ստացակ կամ զրույցով։ Շնորհակալ ենք, որ մեզ լսեցիք կամ լսում եք, հետևեք, կոմենտներ գրեք, եթե ինչ որ մեկնաբանություններ ունեք կամ ձեր կյանքից փորձառություններ, կարաք կիսվեք։ Սիրով կարաք կիսվեք ամեն ինչ էլ, մենք բաց ենք այդ ամեն ինչը։ Մենք կարդում ենք կոմենտները։ Այո, ու շատ ուրախանում ենք իմիջայլոց։ Այսքանով հաջողություն ձեզ, մինչ հաջորդ էպիզոդ։ Մերսի։